Իսկ եթե առողջ ծննդով նիհարում ես, բայց էլի փորի հատվածը մնում է, պետք է վարժություններ անել։ Վարձ մացին է հարց մեզ տալի։ Այս պարագայում, տեսեք, քո նիհարելը, որ դու ասում ես նիհարել ես, չի եղել fat release, այսինքն ճարպի կորստի հաշվի։ Հիմա եթե դուք ունեք որովայն, սա խոսում է երկու բանի մասին։ Միջև նիհարել նախ շատ պարզած ջրերի օգտագործում ա եղել, որտեղ հիմնականում այդ հատվածում աշացած կուտակում, եթե հորմոնալն է նաև այդ հատվածում, ինսուլին ռեսիստենցիան այդ հատվածում կուտակում։ Հրապես դա համարվում է ֆիսկալ զոնան, ֆիսկալ ճարպի զոնան, եւ ընդհանրապես գրագետ նիհարել դեպքում առաջինը կարծես հենց ֆիսկալ զոնան էլ հանում է, բայց եթե դուք ձեր ասած քաշը նվազեցրել եք ու ֆիսկալ զոնայի վրա աշխատանք չի արվել, դեռ որովայն ունեք, մկանների խնդիր որովայնի չկա, այս պարագայում դուք չեք կորցրել ճարպի մակարդակով չեք իջել, դուք ավելի շատ մկան եք կորցրել եւ այդ փորի հատվածը, այսինքն ձեզ պետք է այստեղ նախ անալիզաторով, բոդի անալիզաторով հասկանալ ֆիսկալ ֆետի տոկոսայնությունը ինչ կա մակարդակում է եւ նրանից հետո կոնկրետ հստակ սպիտակուցային ճիշտ հավելումներով աշխատել դրա վրա, որովհետեւ բնականաբար նաեւ որովայնի վարժություններ, բայց եթե դուք ֆուլ եւ որովայնի վարժություն անեք, բայց ձեր մոտ սպիտակուցները, ամինաթթուները, բարձի սննդարարություն եւ այնպեսին կոմպլետ չեն եղել, որ ինքը կարողանա ճարպ այրի, ինքը չի այրելու, այսինքն իրանք չեն լինելու